1988 թվական Ղարաբաղյան շարժում ազգային ազատագրական պայքար Միքայել Վարդանյանը առաջիններից էր, ով բոլորին անխոս բացատրեց ու հասկացրեց, որ միացյալ ենք, համերաշխ ու անպարտելի, ու նաև հիշեցրեց, որ պատերազմում իրենց համար չէ, որ ընկնում են, ապրողներն էլ հայրենիքի ու հայության համար են ապրում։ Ինքն էր առաջնորդն ու իր ջոկատները մկրտության տարավ։ Նոյեմբերյանի շրջան, Երասխավան, Գորիս, Ղարաբաղ։ Հրամանատարն ու զինվորը մարդկանց ոգեկոչելու մեծ հմտություն ուներ, գործն հաղթական ավարտին հասցնելու հզոր կամք ու վճռականություն, անսպառ եռանդ, պատմում են ընկերները։ Զենք զինամթերքի հայթայթումից զատ Ղարաբաղյան ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար տեղի ուժերից ստեղծում էր մարտական խմբեր ու նրանց զենքին տիրապետելու հմտությունները սովորեցնելուց հետո ռազմաճակատ ուղարկում։ Ողջույն քաջերին։ Գնալուց առաջ բոլորիդ նախ ցանկանում եմ արիություն, որտեղ վախկոտները 10 անգամ են զոհվում, հերոսները 1 անգամ։ Ամեն։ Ցանկանում եմ ձեր բիլագին, ձեր բազգին զորություն, թշնամու կնդակները թող ձեզնից վերիպեն, որտեղ խիզախներին կնդակը չի կպչում, եւ ամենակարևորը սեր, միմյանց նկատմամբ միաբանություն, ընկերն ընկերոջ հասնելու կամք։ Բոլորիդ ես ցանկանում եմ բարի ճանապարհ եւ բարի վերադարձ։ Կարերի դաշտում, այրան դաշտում, սուրաց շողա, քաջն նաշդե, հուրա, 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 քաջն նաշդե, սուրաց շողա